Դասավանդը մեջ միացնում, կրթությունը ստացել եմ մեջ միացնի Ներսիսյան վարժանում և երկրորդ երաժշտական դպրոցում։ Պատանեկության տարիներին Սուրբ Գայանի եկեղեցում կար մանկական երգչախումբ, որտեղ որ ես դասեր էի առնում եւ մասնակցում էի երգչախմբում որպես անդամ, սիրեցի շատ եւ որոշեցի ուժերս փորձել եւ ստացվեց։ Այդպես ընդունվելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ստացա խմբավարի մասնագիտություն, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիա նույնպես խմբավարի մասնագիտություն եւ տարիների ընթացքում աշխատել եմ եւ երաժշտական դպրոցներում եւ հանրակրթական դպրոցում եւ բազմաթիվ մասնավոր խմբերում երաժշտական եւ հանրակրթական դպրոցում դասավանդելու այդ process-ում հասկանում եմ, որ թե երեխաները, թե դասավանդող ուսուցիչները ունեն ավելի շատ ներուժ, ավելի մեծ հնարավորություններ եւ ավելի լայն ծրագրեր իրագործելու հնարավորություն, քան որ թույլ են տալիս դպրոցական ծրագրերը։ Որոշեցի առանձնացնել մի հատ առանցին վայր, ստուդիա, որտեղ որ սովորելու ոչ թե կլինի հարկադրանք, այլ որտեղ սովորելու կգան սիրով։ Այն միջավայրը, որը որ ստեղծվեց երեխաների ուսանելու համար, ամբողջը լցված էր կրեատիվությամբ, ստեղծարարությամբ եւ ազատ մտքի, ազատ արտահայտվելու հնարավորությամբ եւ ամենակարևորը այդտեղ կա սեր։ Ստուդիայի հիմնադրման առաջին օրվանից առաջին բանը, որ ինձ համար եղել է որպես նշաձող, դա եղել է որակյալ կրթությունը եւ որը որ չպիտի տարբերվեր ակադեմիական կրթությունից եւ այստեղ սովորող սաները, եթե որոշ ժամանակ անց պիտի որոշեին մասնագիտությունը շարունակեին երաժշտության մեջ, պիտի նրանց գիտելիքները պակաս չլինեին ավելի, քան երաժշտական դպրոց հաճախողներին, հետեւաբար թե վոկալի դասերը, թե մնացած դասավանդող առարկաները շատ խորը մասնագիտական գիտելիքների հիման վրա են անցկացվում։ Ինչքան որ հաճելի է էստրադային ջազային փոփ երգեցողությունը, տասնյակի անգամ հաճելի է այդ բազմաձայն երգեցողությունը եւ ժամանակի ընթացքում երգչախումբը ձևավորվեց մոտավորապես 3 տարի գոյություն ունի երգչախումբը։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, Հայաստանում գոյություն ունեցող բոլոր երգչախմբային մրցույթներին մասնակցել եմ եւ ստացվեց այնպես, որ այս տարի 9-րդ անգամ էինք մասնակցում մրցույթի եւ 9-րդ առաջին մրցանակը բերեցինք։ Սա հպարտանալու արդյունք է, բայց նաեւ եւ նույն ժամանակ շատ պարտավորեցնող։ Հենց առաջի տարվանից տարբեր մրցույթների ենք մասնակցել եւ մինչ օրս մասնակցում ենք տարվա կտրվածքով եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Ամենաառաջին մեր հաջողությունը որ եղավ, համույթով մասնակցեցինք միջազգային մրցույթի, որտեղ առաջի տեղը գրավելով մեր մրցանակը եղավ Վիեննայի կոնսերվատորիայում վարպետության դասեր ստանալը եւ այդպես սկսվեց մեր հաջողությունների ճանապարհը։ Եղել ենք Ավստրիայից բացի Բելարուսում, Սերբիայում, Լիտվայում 3 անգամ, ամեն անգամ վերադառնալով մրցանակներով։ Բացի Էջմիածնի բնակիչներից նաև հարակից գյուղերի երեխաներ են հաճախում են 4 տարեկանից սկսած, 8 տարեկանից պարտադիր վոկալից բացի անցնում են նաև երգչախումբ եւ դերասանի վարպետություն։ Վոկալը եւ երգչախումբը դասավանդում եմ ես, դերասանի վարպետությունը դասավանդում է դերասանության վարպետ։ Կան ուսանողներ, ովքեր որ ստուդիայի, այսպես ասած, շրջանավարտներ են, ովքեր որ ստուդիայի ճանապարհն անցնելով որոշել են իրենց մասնագիտությունը կապել երաժշտության հետ, կան եւ վոկալ մասնագիտություն ընտրած, եւ ակադեմիական վոկալ, եւ էստրադային վոկալ, եւ անգամ դիրիժոր մասնագիտություն ընտրած շրջանավարտներ։ Մարդկության լավագույն տեսակը դա երեխաներն են։ Իրանց հետ միշտ հետաքրքիր է եւ իրանք միշտ մոտիվացիայի աղբյուր են։ Եվ բացի այդ նրանք միշտ ամենաանկեղծն են եւ ամենաազնիվն են։ Նրանց սերը երբեք չես կարող գնել։ Երբևիցե չեմ պատկերացրել, որ իմ գործունեությունը պիտի ծառայի որևիցե այլ երկրի, լինելով դասավանդող մեկ այս մասնագիտության մեջ, իմ պարտքը, այսպես ասած, սերմանել մարդկային այնպիսի գծեր, որոնք որ վաղ ծառայելու են Հայաստանի բարօրության զարգացմանը եւ բնավ պարտադիր չէ, որ դրանք երաժիշտներ լինեն, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ սկզբունքային գծերը երեխաների մեջ, որոնցով որ ես եմ առաջնորդվում եւ կյանքն է կառուցված եղել, նրանք եւս իրենց մեջ կրեն ժամանակի ընթացքում։